Ուշադրություն բարը ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆաստ սպորտը սկսում է ուղիղ հրարձակումը Արմավիրի քաղաքային ստադիոնից, որտեղ Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում Ալաշկերտը մրցելու է Ուրարտուի դեմ։ Սկսվում է տուրը եւ միասին կհետևենք այս խաղին Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային ստադիոնից։ Սկսված է խաղը, գանանային հատվածում Ալաշկերտը լավ տպավորություն է թողնում, ոչ միայն արդյունքներով, նաեւ խաղով։ Փոխանցում դեպի Մաքսիմ Պալիենկոն եւ Վալերիո Վիմերկատի։ Փորձրեց, հիմա էլ սխալվում է Ալեֆը, խախտում չկար, ըստ մրցավարի Սարգիս Մեթոյան, Յուրի Մարտիրոսյան մտավ Տուգանային հրապարակ։ Մարտիրոսյանը հետ փոխանցում, Տարախչյան բարձր է հարվածում։ Թացիկ մրցաշրջանում Ալաշկերտը հետևենք այս Տուգանայինին, Արմեն Մանուչարյանը հասավ, բայց եզրափակում չեղավ, Մենսա հետ է ուղարկում գնդակը, Մարտիրոսյան, օդային փոխանցում, Մանուչարյան, շեղ է հարվածում, Մեթոյան, Սարգիս Մեթոյան, հարված Վիմերկատի, ընդհատելով գրոհը Բենիկ Հովանիսյան, այսա փոխանցում էր, Սարգիս Մեթոյան, Մեթոյան ինչպես կարելի էր նման, այո մեծ կորուստ էր Իվան Իգնատևի հեռանալը, թիմի գլխավոր ռմբարկուի ձմռանը, իսկ հիմա 1-0 Զավեշտալի ինքնագոլ, Զավեշտալի եւ Ալաշկերտը բացում է խաղի հաշիվը, չվերահսկեց իրավիճակը, այսպիսի իրավիճակում է հայտնվում Ուրարտուն, Տարախչյանը պրեսինգի դիմեց եւ Տիխին շատ վատ ամեն ինչ հաշվարկեց Ուրարտուի նորեկը եւ ցնցում է Գևորգ Տարախչյանը, նպաստեց նրան, որ նախկին թիմի դեմ մրցավեճում Ալաշկերտը հաշվի մեջ առաջ անցնի։ Եվս մեկ անգամ տեսնենք Տիխի ուժեղ փոխանցումը եւ այստեղ կատվածահար է լինում Ուրարտուի պաշտպանությունը։ 1-0 Ալաշկերտի օգտին։ Կարեն Մելքոնյան շրջվեց ու հարվածեց, բայց շեղեր։ Աղասարյան փոխանցում եւ Էդգար Մովսեսյան, Աղասարյան, Կարեն Մելքոնյան եւ ինչ է սա, չկա 11 մետրանոց, ոչ 11 մետրանոց, այո, դեղին Արմեն Մանուչարյանին, բայց նա ունի, դեղին արդեն ուներ Արմեն Մանուչյանը, հետևաբար սա կարմիր է, այո, կարմիր քարտ Արմեն Մանուչարյանին։ Միքայել Միրզոյանն ընդեմ, Վալերիո Վիմերկատի, Միրզոյան, գոլ! Օդային փոխանցում, Մելքոնյան, Վիմերկատին հեռացրեց Պոլյակով, նորից Վիմերկատի և նորից Վիմերկատի։ Գլիշիչ, Ալեքսանդր Գլիշիչ և չի աջովում Կիկոնդային գրավել դարպասը, մնում էր այսքանից հետո Ալաշկերտը հաղթանակ կորզեր և մենք ուղղակի սենսացիոն խաղի հետևած կլինեինք, Գլիշիչի գործողությունը ինչպես շրջանցեց Պուսկոյին հեշտությամբ կարող էր ինքն էլ եզրափակել, բայց նախընտրեց փոխանցել Կիկոնդային, նրա նկատմամբ խախտում չկար և հանդիպումն ավարտված է։